Հիմա ես հիշեցի մի հետաքրքիր պատմություն, որը կարդացել եմ 5 գրքերում։ Ասում են, որ մի արևելյան մեծ երկրի թագավորը հանկարծ հիվանդանում է մի տարօրինակ հիվանդությունով, կորցնում է ուրախությունը։ Ոչինչ այլևս նրան չի հետաքրքրում, չի զվարճեցնում։ Չի կարող նույնիսկ ժպտալ, էլ չեմ ասում ծիծաղելու մասին։ Ոչ իր հարեմի գեղեցիկ կանայք, ոչ հարստությունը, ոչ համեղ ուտելիքը, այլ զվարճությունները եւ այլն նրան ուղղակի չեն հետաքրքրում։ Եվ ամեն օր կարծես թե կյանքը նրա մեջ մարում է։ Այսօր մենք ասենք, որ նրա մոտ դեպրեսիա է սկսվել։ Տխուր տրամադրություն, անհույսություն, ամեն ինչի նկատմամբ անվստահություն, ապագան ընդհանրապես չի երևում, անհույս վիճակ։ Այդ գրքում գրված է, որ թագավորը օրեր անցկացնում է իր ոսկեզօծ պատերով նջասենյակում, բարկած անկողնում, հենված մետաքսե բարձերի վրա եւ աստիճանաբար կրկնեմ, կարծես կյանքը նրա մեջ մարում է։ Ոչ մի տեղ եւ ոչ մի բժիշկ չեն կարող նրան օգնել։ Հետո մի ուրիշ հարևան երկրից հրավիրում են մոտ մի մասնագետի, նա գալիս է, հետազոտում է թագավորին ու հայտնում է իր ախտորոշումն, ասում է, գիտեք, դուք կորցրել եք ձեր երջանկությունը եւ որպեսզի նորից վերադառնաք կյանքի, վերականգնվեք եւ ձեր մեջ մտնի ուրախություն, պետք է հագնեք երջանիկ մարդու շապիկ ու նույն վայրկյանին նորից երջանկությունը կվերադառնա ձեզ։ Բնական է, որ թագավորը հենց այդ պահից սկսված բազմաթիվ իր ծառաներին ուղարկում է երկրի ամենատարբեր անկյունները, տարբեր քաղաքները, գյուղերը մի պայմանով գտնել երջանիկ մարդ ու ինչ գիներն առաջարկի գնել նրա շապիկ։ Ծառաները ազնվորեն կատարում են հրամանը, որտեղ տեսնում են մի ժպտացող անձնավորություն, մի ուրախ մարդ մոտենում հարցնում է, երջանիկ ես դու, թե ոչ, եւ միշտ ստանում են նույն պատասխանը ոչ։ Պարզվում է, որ բոլորը ունեն ինչ-որ մի դառ, դժբախտություն, անհաջողություն, որն իրենց խանգարում է լինել երջանիկ։ Որոշ ժամանակ հետո այս ծառաները հոգնած եւ ուզված, վախեցած, որ կպատժվեն, հավաքում են եւ վերադառնում են թագավորի պալատը, բայց ճանապարհին հանկարծ մի դաշտում տեսնում են ժայռի նստած մի երիտասարդ հովիվ, որը արածացնում է իր ոչխարի հոտը, շվի է նվագում, ծիծաղում է, ուրախ երգ է երգում, բնական է վերջի փորձն են կատարում, մոտենում եւ հարցնում են երջանիկ ես։ Իսկ նա պատասխանում է ես երևի աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ։ Դե ասում են շուտ վաճառի մեզ քո շապիկ։ Երիտասարդ հովիվը բարձրացնում է իր հագուստը, ասում է ես շապիկ չունեմ։ Ծառաները ասում են եթե դու չունես դրամ, դու փող չունես, որպեսզի մի հատ շապիկ գնես, ուրեմն դու դժբախտ մարդ ես։ Իսկ նա պատասխանում է ոչ։ Դժբախտ են այն մարդիկ, ովքեր անընդհատ մտածում են դրա մասին, թե ինչ չունեն։ Նրանք անընդհատ ֆիքսված են դրա վրա։ Ինչն է իրենց կյանքում պակասում։ Դրա մասին են մտածում, տանջվում են։ Ես ուզեմ երջանիկ ապրել։ Ես ընդհակառակը իմ ամբողջ ուշադրությունը ուղղում նրան ինչ ունեմ, գնահատում եմ այն ինչ կա իմ կյանքում։ Ես ունեմ գեղեցիկ կին, որ ինձ սիրում է, ունեմ լավ ընտանիք, ունեմ լավ երեխաներ, երեկոյան ինձ սպասում է համեղ ընթրիք։ Ես ամենաերջանիկ մարդն եմ եւ ցանկանում եմ երջանիկ լինել։ Ու կլինեմ։ Այս խոսքերը հասցնում են թագավորին։ Ասում է, որ նա մի 3 օր մտածում է, հետո գալիս է մի հետաքրքիր համոզմունքի,
հասկանում է, որ ամեն մարդ ինքը պետք է գտնի, ձևավորի իր երջանկության շապիկը։ Որ ամեն մեկի երջանկությունը այդ գաղտնիքը նրա աչքերում է, իսկ ավելի ճիշտ նրա սրտում, որտեղ սրտով էլ կարելի է տեսնել։ Մենք թե պետք է քո շուրջը լավ նայես, ու մեկ էլ գուցե գտնես երջանկությունը շատ մոտ,